Ողջույն ժողովուրդ։ Վերջապես վերջապես կոտրվեց այն միֆը, թե միթե Հայաստանում չկա մի տղամարդ, որ սրա հարցերը լուծի։ Եվ այդ միֆը փշրեց ոչ ավել ոչ պակաս հենց ինքը Նիկոլ Փաշինյանը։ Ինքն իր համար հորինեց իր միֆը փշրողների մի խումբ, հա, որոշեց մի փոթորիկանի մի բաժակ ջրի մեջ, հետո ես դեմքով ման է գալիս։ Պետք է հասկանալ, որ այս ամեն ինչը իզուր չի արվում, ինչու միտեղից գալիս անպայման եւ ցանկացած հոգեբան, հոգեվերլուծաբան այս նկարը նայելուց կասի, որ շատ վատ բաներ է սպասվում այն մարդկանց, որին ղեկավարում է այս մարդը։ Շատ վատ բաներ է սպասվում նաեւ հենց այս մարդուն։ Շատ, որովհետեւ ամեն մարդու գործողությունները ինչ որ ձևով վերադառնում են իրեն։ Եվ այսպես, քանի որ այսօր պարզվեց, որ գտել են գլխավոր թշնամուն Հայաստանի Հանրապետության իդեալս Բագրատ Գալստանյանի, նույն ինքը Բագրատ Գետադարձի, որ այ ինքը ամենամեծ սպառնալիքն էր։ Ես որոշեցի արագ մի հարցախույզ անեմ, գիտեք, ես այդ հնարավորությունները ունեմ, տեսնենք 2900-ից ավելացել է, թե չէ, մի ժամվա տգան ընդամենը, 3000, վերջ, ցած հարցախույզ դրեցի, ով է հայկական պետականության համար ավելի վտանգավոր, վերջիններն բաց են թողել, տեսնում եք այս շտապելու արդյունքն է։ 3000 մասնակիցներից ուրեմն 77%-ի համար Փաշինյան Նիկոլն է ամենավտանգավորը, 23%-ի համար Բագրատ Գալստանյանը։ Տեսեք, նույնիսկ ցույց են տալիս ինչ որ զենքեր, ինչ որ կադրեր, ասենց մասկեքով ուժեղ տղեկ, այն որ մենակ կարողանում են հղի կանանց եւ զոհվածների մայրերի վրա։ Հենց գնան մի խումբ, դες մի խումբ ուժեղ տղեկ գնացել են Բագրատ Գետադարձի հետևից, սարսափի տեսարաններ նկարելով, ասենց ահաբեկելով, հեսա եկել ենք, դուք ես ինչ եք անում, այդ տերորիստներ եւ այլն։ Նույնիսկ այս կադրը նայելուց հետո ժողովրդի համար կրկին 77%-ի համար մնում է Փաշինյան Նիկոլ ավելի վտանգավոր մարդ պետականության համար, քան Բագրատ Գետադարձը։ Նույնիսկ եթե մի ամբողջ պատերազմի արսենալ ուներ իր Բաքում կամ նկուղում էական չի։ Իսկ այն ինչ որ մենք տեսանք, մենք դրան դեռ անդրադառնալու ենք։ Մենք չէ որ փորձ ունենք, աստված տվե չի խնայ։ Մեր փորձը այս 30 տարվա քաղաքական հետիքա, որ մի քանի ժողովուրդների համար դասագրքեր գրել, ձեռնարկ գրել, թե որը ոտից հետո է լինի, ոտից հետո ինչ կարող է լինի, որ դեպքերում ինչ հանգուցալուծումներ են ունենում եւ այլն։ Եվ վերջո, ինչը դրդեց այս հիմարությանը, որ կազմակերպեց Փաշինյան Նիկոլը իր կոչված, այսպես ասած, հիմնարկության հետ։ Եվ վերադարձավ Ստամբուլից ոգևորված, նվաստացած, ոգևորված նրանով, որ ինքը կարողանում է ուղիղ խոսալ Էրդողանի հետ։ On Լենինա դիձել, Լենինը, նա Լենինին է տեսել, իր ասած։ Այդ ոգևորված եկա գալուց հետո պարզվում է այդ ոգևորությունը բացարձակապես մենակ իր մոտ է, ԿՊ-ում այդ ոգևորությունը չկա եւ բոլորը ծանր վիճակում են, որովհետեւ հասկանում են մի բան, որ այն հիմարը, որ հույս է դրել թուրքերի վրա, որ թուրքերն իրենց օգնելու, առնվազն հիմար է։ Ես հասկանում եմ, որ ասենք ԿՊ-ն իր ամբողջ վերնախավով եւ կազմով դրանք ծայրաստիճան անբարոյականներն են, մեղմ եմ ասում։ Բայց անբարոյական լինելը դեռ լրիվ ապուշ լինել չի նշանակում, կարող է եւ ուղեղի կաթիլ կան։ Այդ ում մոտ որ ուղեղի կաթիլ կա, ինքը երևի տեսնում է պատկերը եւ տեսնում է թվերը, որ իրենց աջակցությունը լինելով իշխանություն ամենանվազ, ամենացածր աստիճանակալ երբևէ որևէ իշխանություն ունեցել է, եթե վերցնենք Սերժ Սարգսյանի վերջի տարիների ամենավատ շրջաններ, Սերժ Սարգսյանի կեսգնակի ավելի մեծ ռեյտինգ է ունեցել, քան սրանք հիմա ունեն։ Ռեյտինգ չկա։ Ռուսաստանի վրա հույս դնել ոնց որ թե չի ստացվի, որովհետև
Նիկոլը չգիտի ինչ անի հաճոյ անալու համար, իսկ Ռուսաստանը այստեղ ավելի հազոր եւ ավելի ոչ թե հավատարիմ, ավելի կանխատեսելի հենարաններ ունի, հա, կանխատեսելի։ Նիկոլը իր ստորություններով հանդերձ ոչ մի տիրոջ համար ինքը կանխատեսելի հենարան չի, հա, ինչքան ուզում ան Նիկոլը թավալ տա ինչ-որ մեկի ոտեի տակ, ինքը մնում է հենց այդ վիճակով անկանխատեսելի սրիկա։ Նույնիսկ եթե նա առաջարկում է երկնագույն ափսեյով ափսեի վրա դրած երկին առաջարկում է, քեզ ցանկացած մեկը, որ նայում է դրան, ասում է սա ձերքից է երկինը չարժի վերցնել։ Չարժի վերցնել, չգիտենք հաջորդ քայլով սա էլ ինչի է ընդունակ։ Ինչ եմ ուզում ասել, այդ անսահման ծառայությունները վատ իմաստով, որ սա մատուցել է Պուտինին, Էրդողանին, Ալիևին, նույնիսկ իրանց համար սա արդեն անհասկանալի է, չի ընկալվում։ Այսինքն նրանք հասկանում են, որ սա ոչ մեկին հավատարիմ չէ ստականքով, կարելի է իրենց իրար հետ ինչ-որ մի բան պլանավորել։ Եվ այսպես չկա աջակցություն Ռուսաստանից։ Եվրոպայի մասին չենք խոսում, այնտեղ ընդհանրապես զբաղված են, մոռացել են Հայաստանի մասին, եւ դա այսօրվա օրակարգի մեջ չի ոչ մի ձև, որովհետև այնտեղ կա Իրանի հետ պատերազմ, այնտեղ ավելի խոշոր ցեղասպանություն Գազայում ընթացող արդեն 18 ամիս է Գազայի բանն է, այնտեղ անսահման ագրեսիայի մեջ sense էփող Իսրայելն է հարձակվում այս կոմենկով Հայաստանը հա ինչ որ մի բան հետաքրքրություն նշանակ ներկայացնում բայց ոչ առաջնային էլ չեմ ասում Հայաստանի կառավարությունը առաջնային չի եվրոպացիների համար որտեղ իրանք էլ գիտեն որ սա ամենանվաստ ամենադեգրադացված տեսակն է որի հետ չի կարելի նույնիսկ առավոտյան սուրճը խմել, թեկուզ կրուասանով։ Այսինքն սա չի կարելի ոչ մի բան խոսել, որովհետև ինչ խոսած փուջա, բաղ գնալու է ուրիշ բան ես։ Եվ այսպես սա հասկանում են ԿՊ-ականները։ Ռեսուրս չկա, հենվելու տեղ չկա, Էրդողանի վրա ոնց հենվես։ Ես նույնիսկ Էրդողան անունը Հայաստանում բան է ստեղծում մի անգամից, հա։ Մերժում։ Ոնց։ Նիկոլ Փաշինյանը մտածում է ինչ անեմ, որ սրանց մի քիչ ակտիվացնեմ, ոգևորեմ, ցույց տամ, որ դեռ ես ինչ-որ մի բան արժեմ, այ այդ մասկի շովում։ Եվ հարձակվում են, ոչ ամեն ոչ պակաս, Բագրատ Գալստյանի տան վրա, ու քննչական կոմիտեն մի անգամից հաղորդում է տարածում հեռաշրջման պլանի մասին։ Հեռաշրջման պլան, տեսեք, այն ես որ կարդացի, այս քննչականի զեկույցը այսօրվա, հա, մամլո հաղորդակցությունը։ Իմ մոտ հարց առաջացավ։ Այդ քննչականում գետ մեկ իրավաբան գոնե կար։ Ուղեղով իրավաբան։ Արա իրավաբան, էլի, ասենք իրավաբանությունից հասկանում եմ։ Ես իրավաբան չեմ, բայց այս տեքստը, որ ես կարդացի, նախնես տպավորություն էր, որ արդեն տարիներ, որտեղ sense գործը, ահաբեկչություն, sense 15-20 մասնակիցներով, արդյունավետ պետք է քննված լինեն մի քանի տարի, բացահայտված լինեն բոլոր մասնակիցները, բոլոր հանգամանքները, պարզված լիներ ով ինչքան մեղք ունի այս ամեն ինչում, վերջ sense մի հսկայական հատորներով գործ պետք է լիներ սա, որի պարզաբանելուց հետո հնարավոր էր նոր այսպիսի հաղորդագրություն տարածել, որ այո բռնել էինք, սա այս հանգամանքներն են, սա կազմակերպիչներն են, այս են պլանավորել, ու վերջ։ Ու այս ամեն ինչում, այս նախնական մի քանի ժամվա մեջ տարածած հայտարարության մեջ, ալա իչա, սենց իչա տեսալես, արդեն քննությունը կատարվել է, արդեն եզրակացություններ, ապացույցներ, ամեն ինչ կա, սենց հստակ ամեն ինչ, բայց դե դատը չի եղել, չէ, վերջում միշտ տող է լինում, որ անձը համարում է անմեղության կարգավարկած կա ամեն դեպքում էլ քանի դեռ դատարանը որոշում չի կայացել իչա ասի տեսնես այսքան բանը գրելուց հետո դա գրել են որովհետև եթե դա գրած լինեին ուրեմն նշանակում է վերևում գրածը աբսուրդ է դու ոնց ես այս ամեն ինչը գրել եթե դա չի ապացուցվել հա իսկ
ամենաբսուրդն է, որ դա էլ գրածել, այսինքն իրենք արդեն նույնիսկ չեն էլ կասկածում անմեղության կանխարգելվածի վրա։ Դա բացառվում է, վերջ, Նիկոլն ասել է սրանք հանցագործ են, մեղավոր են, ինչի մասն է խոսքը։ Ինչ դատ ասլան։ Հիշում եք, բանա Սուրմանում որ պայթացրեցին։ Հա, այս ելավ ասեց։ Չէ, ահաբեկչություն չէր։ Չէ, այնտեղ սալյուտներ էին պայթել, մի հոգի էլ վազում էր պատիկակով։ Ուրեմն ահաբեկչություն չէր։ Այս վիճվածքը փաստորեն դատարանն է, քննիչն է, դատաբժիշկն է, ամեն ինչն է, ասենց ինքը ասում է, ոնք ասում է, հենց գրում է։ Էլ նույնիսկ ամերության կանխավարկած քնչականը չի էլ ուզում տակը գրի գոնե, հա, ասենց բան է էլի, արա գոնե շաբլոն է էլի, այդ միտողը մի ջնջեք։ Դա պարտադիր է։ Վերջ, սա Նիկոլի երազած բանն էր, վերսիան էր, որ այս սանով մի քիչ ինքը կողոքևորի իր բանին, հոտին, մերձավոր հոտին, եւ կասի տեսեք, ես էլ ուժեր եմ, անվտանգությունին ձեռքն է, ես էլ գործ եմ անում, կարողանում եմ կանխել եւ այլն։ Ասի մի հատ հենց տեսնեն, ինչ են սրանք բռնել։ Հա, իսկ ես մի վիճվածքը, այս խոշոր երջերավոր, որ ասում է, սա մի նոր հոկտեմբերի 27-ից փրկվելու դեպք էր։ Ես կարդացի, ասի, հոկտեմբերի 27, այսինքն առնվազն, հա, 7-8 մասնակից զինված, հա, առնվազն դու կապեր ուներ պետք է մտնեիր, նախորդ պատրաստված ամեն ինչ, հա, ազգային ժողով, բան ասել, տենաս, ինչ են բռնել, էլ այս աղմուկը ինչի շուրջ է, եւ այսպես, պարզվեց, մի հատ ավտոմատ, ընդ որում գրանցված, կրակած փամփուշտներ որսորդական հրացանից, եւ ամենակատաստրոֆիկն ասեմ, ու տեքստ կա, ես որ տեքստը տեսա, անկեղծ եմ ասում, ժողովուրդ ջան, իմ մոտ միանգամից մարզական հետաքրքրություն առաջացավ, որ կարդամ, տեսնեմ, հեղափոխությունը ոնց են անում, որտեղ ես ամբողջ կյանքում երազել եմ, չէ, հեղափոխություն անելու։ Անասի, փաստորեն տեքստով են անում հեղափոխությունը։ Հələ տեսնեմ, սրանք ինչ են գրել, որ ոնց պետք է անեն։ Ժողովրդական անցման այս նույնիսկ հայերեն չի, ժողովրդական անցման ստրատեգիա։ Սա նույնիսկ հայերեն չի։ Գնացինք առաջ։ Գործողության ժամանակահատվածը, տեսեք, 2024 թիվ հուլիսի 23-ից մինչև սեպտեմբերի 30։ Սա մի տարի առաջ է պայմանավորվում։ Նպատակը։ Դրանց ես բոլորին հիշացնեմ, թարմացնեմ հիշողությունները, ինչ էր կատարվում մի տարի առաջ այս ժամանակ։ Մի տարի առաջ այս ժամանակ, արդեն հունիսի վերջ, այդ սրբազան շարժում արդեն մալում էր գնացել, որովհետև հունիսի 12-ին այդ ԱԺ Բաքվում այդ ջարդից հետո ահագիները ձերբակալվել էին, վիրավորվել էին, մի խոսքով խայտարակիճակ են այնտեղ մալում էր գնում։ Մալում, ոչ մի բան չէր կատարվում։ Եվ իրանք որոշել են, որ այն ժամանակները, որ ասենք 50-60 հազարանոց աուդիտորիա ունեին, ամեն ինչ իրանցն էր, մարդիկ հրապարակում էին, ոչ մի բան չարեցին, դրանից հետո գնում են ինչ-որ բան, որ պետք է իրականացնեն հուլիսի 23-ից հետո մինչև սեպտեմբերի 30-ը։ Ես ես մոտավորապես ասեմ, սա ինչ սեզոն է։ Ուրեմն հուլիսի 23-ից մինչև սեպտեմբերի կես առաջին, դա ամենն է, պասիվ սեզոնը, մարդիկ արձակուրդ են, ամբողջ Երևանը դատարկա։ Օգոստոս ամիսը Երևանում գնացեք ցանկացած առևտուր իրականացնող օբյեկտ, խանութ, սուպերմարկետ, չգիտեմ, արտադրություն, ասեք ամենամեղած ամիսները տարվա մեջ որոնք են, իրենք ձեզ կասեն, օգոստոս ու փետրվար։ Օգոստոսում որտեղ Հայաստանում մարտ չկա, փետրվարն էլ որովհետև այդ նոր տարի բան, ամեն ինչ ով ինչ ունի, ծախսելա, փետրվարին ծախսելու փող չկա։ Մի խոսքով օգոստոսը հուլիսի 23-ից մինչև սեպտեմբերի կես։ Հայաստանում մարտ չկա։ Առաջի կեսն դպրոցական սեզոնը, մարդիկ գլուխները զբաղված են, սեպտեմբերի վերջ, նոր սկսում է 20-ից հետո նոր կարող սկսի քաղաքական ինչ-որ ակտիվություն։ Մինչև գալիս են, մինչև մտնում են հունի վերջ, մինչև երկու հատ նիստ տեսքով ենքով, քաղաքական կյանքը սկսում է ակտիվանալ։ Հիմնականում սեպտեմբերի վերջ, մինչև դեկտեմբերի կեսերը։ Հետո էլի նոր տարի, գիտեք, ես ոչ մի նոր բան չեմ ասում, սա քաղաքական ակտիվության ցիկլն է, որ տարիներ անցել ենք։
տարիներ ով քաղաքական ակտիվության մեջ է եղել, հիմա որ լսի ինքն էլ եթե այս մասին չի մտածեք, ասի, հա, էլի տենց է։ Հա, տենց է։ Եվ այսպես անցնում ենք առաջ, հասնում ենք մի տարի առաջ են պլանավորել, բայց սրանք չգիտես ինչի այսօր են բռնել դա։ Նպատակը Նիկոլ Փաշինյանի ռեժիմի հեռացում եւ իշխանության նոր համակարգի անցում, ժողովրդի եկեղեցու, սփյուռքի եւ մի խոսքով կառույցների մասնակցությամբ։ Ստեղ ոչ մի հարկասահմանադրական բան գոյություն չունի։ Ցանկացած ընդդիմություն, ցանկացած ժամանակ իրավունք ունի փողոցային պայքարի ձևով ցանկացած ռեժիմի գլորի ծոցը ուղարկել։ Ցանկացած այսօր մի քաղաքագետ գրել էր, որ սպասեք, թող ընտրվի, եւ որ կեղծի, այն ժամանակ ցանկացած ապստամբություն իր դեմ արտահայտված է։ Ուզում եմ ասեմ, ընկեր, դու ո՞ր գրքերն ես կարդում։ Ով է քեզ այդ գրքերը մատակարարում։ Ասա թող քեզ այդ գիրք չբերի, էլի։ Ասա թող, եթե դու տենց ես ասում, նշանակում է քո համար ես եղած ռեժիմը լեգիտիմ է, սրանց գործողությունները հակասահմանադրական չեն։ Ու այն ինչ որ արվի իրանց նկատմամբ հակասահմանադրական է։ Մինչդեռ թշնամու նկատմամբ սահմանադրությունը ինքի ձեռով խախտածի նկատմամբ ոչ մի գործողություն հակասահմանադրական չի կարող դիտարկվել։ Հակառակ դա սահմանադրությունը վերականգնելու փորձ է։ Մի խոսքով գնում ենք առաջ։ Ուրեմն յուրաքանչյուր փուլի համար առկա է ամբողջական մանրամասն նախագիծ։ Դրանք պլանի կառուցվածք արես ինչ լավ բան է։ Փուլ 0 գաղտնի ալիք հուլիսի 23-ից օգոստոսի 1 ստեղծում է անհանգստության եւ հիասթափության ֆոն։ Հիասթափության ֆոն է ստեղծում, պատկերացնում եք։ Ուզում եմ այս տեքստը գրողի աչքերի մեջ նայեմ, էլի անկեղծ եմ ասում, անենց եմ ուզում իմանամ ով այս մտքի գիգանտը, էլի, որ հուլիսի 23-ից օգոստոսի 1 ինքը անվստահության ֆոն պետք է ստեղծվի ու գաղտնի ալիք։ Այն ալիքը, որ 50,000-անոց կողքը կար, ապրիլից մինչև հունիսի 12, ուղիղ 2 ամիս։ Դա հաշիվ չէ։ Այ հիմա մի շաբաթ մեջ իրանք պետք է ալիք ստեղծեն ու անվստահության ալիք, ֆոն, հիասթափության ֆոն։ Նիկոլ Փաշինյանի ծաղրի առարկա դարձնելը, նրան վերածելը ժողովրդական մեմի, օգտագործում են TikTok, հայ շշուկային արշավներ, ստում է իշխանական հիմքի ներքին ապակայունացում։ Դուք լուրջ մտածում եք, որ Նիկոլ Փաշինյանին պետք է սարքել, կարիք կա սարքելու ինչ-որ բան, ծաղրանքի առարկա, ու դուք TikTok-ով պետք է սարքեիք դա։ Դուք հսկա զանգվածը ձեր ոտքերի տակ կոպիտ եմ ասում, դրած։ Դուք ոչ մի բան չարեցիք, ու ես նենց եմ ուզում լուրջ եմ ասում, այս գրողի դեմքին նայեմ, էլի, փուլ երկրորդ, փուլ առաջին գրեք։ Ներսից քայքայում, օգոստոսի 2-ից 11-ը, էդ էլ ագրած օգոստոսի 2-ին ներսից քայքայում, թիրախային ապատեղացություն, գաղտնի բանակցությունների մասին խուճապի սերմանում իշխանական համակարգի ներսում, վստահության կորուստ Նիկոլի մերձավորների շրջանակում հաստատումներ ռուս գործընկերների միջոցով, այստեղ արդեն հետաքրքիր է դառնում։ Ռուս գործընկերների միջոցով հաստատումներ, ինչ է նշանակում ստե հաստատումներ։ Օգտագործել ռուսական ազդեցությունը, այլ ինչ ռուսական ազդեցություն, ինչ ռուս գործընկերներ։ Եթե դուք ուզում եք սրան գցեք, այդ մանդատները վայրեք թողնատուն։ Այս կապիկությունը ինչի համար է, ով է գտել էսի։ Ու սրա հիման վրա քրեական գործ են արել։ Փուլ երկրորդ, հանրային հանդիպումներ առանց մեկնաբանությունների։ 50-60,000-անոց միտինգները բավարար չէ, հիմա հանրային հանդիպումներ ա պետք։ Լուսանկարների տարածում։ Դաշնակիցների հավաքագրում, դերաբաշխում Բագրատ Սրբազանը շրջում է թեմերով սփյուռքը պատրաստվում է։ Այս տեքստը գրողին պետք է Նոբելյան մրցանակ տա, որ գյոզար շարժումը փչացրել ավակին։ Փաշինյան Նիկոլը պետք է հատուկ գտնի այս տեքստը գրողին, ասի ապրես դու, որ այս ամեն ինչը փոշի ասեցիք, նոր գրում ես դրա մասին, այն ժամանակ, երբ որ ոչ աջակից կա, ոչ մարդ կա ձեր շուրջը, որ ոչ մեկ չկա։ Այս սրան գրողին ոչ թե պետք է քրեական գործ բանալու, այլ հակառակը, պաշտպանվել։ Կներեք, ես հանգիստ չունեմ։ Հիմա մոտիկից նայենք, թե ինչ են բռնել։ Ոչ մի բան։
Ընդ որում գրանցված զենք էր։ Ու սրանք ասում են մենք հեղաշրջում ենք կանխել, հեղաշրջում կրակած փամփուշտներով, հեղաշրջում ենք կանխել, եթե մի երկիր, որ այս զենքերով, այս ամեն ինչով գրանցված ընդ որում, հա, այսքան զենքով կարող է հեղաշրջում արվել, մի բան է, նիմաստներ են ասում, ով նման բանի հավատում է, թող այն ձեն հանի, էլի, հայտնի կենթանու հայտնի ձենից հանի, էլի։ Սան գոնե ուղեղ ունենան, մի քիչ էս գործերներ կարողանան հավաստի բան անել, էլի, սենց սարքել։ Մենք ընդամենը 9 տարի առաջ ուղիղ հուլիսին 2016-ին ունեցանք ապստամբություն, որտեղ 33 հոգի էին զինված մարտական անցյալ ունեցող Արցախյան պատերազմի մասնակից մի մասը զենքով ու գրավել էին պապացա գունդը, որտեղ կան բոլոր տեսակ զենքեր, այն ինչ որ պետք է, հա։ Նույնիսկ այդ պարագայում հեղաշրջում անելը, երևի դուք հիշում եք, հա, ընդամենը 9 տարի առաջ էր, թե ինչ անհնարին ու բարդ բան էր։ 33 հոգի լավ զինված, իհարկե սկզբանե զինված չէին, բայց հետո, հա, մարտական ուղի անցած, ավտոմատներով, ամեն ինչ ունեին մոտերը, նույնիսկ ջցան մեքենա ունեին ՊՊՑ-գնդի։ Նույնիսկ այդ ժամանակ հնարավոր չէ։ Եվ այս իդիոտները, բարի լայն իմաստով իդիոտները, կրակած փամփուշտներով, հա, այն ոսրոտական հրացաններով, մենք հեղաշրջում ենք բացահայտել։ Ու սա թմկահարեցին աշխարհով մեկ եւ ամենաշատ գիտեք ով իրանց պաշտպանեց։ Թուրքիան ու Ադրբեջանը։ Բնականաբար մեր ճորտերին հանգարց ձեր չտակ։ Իսկ դուք պատկերացնում եք սա ինչ ծիծաղ ու ժպիտ առաջացրել այն մարդկանց մոտ, որ մի քիչ հասկանում են այս զենքերից։ Ես ես երաշխավորում եմ, գնացեք Տեքսաս կամ Նյու Յորքից մի քիչ դուրս, որտեղ ասենք թույլատրված է զենք ունենալ։ Նյու Յորք քաղաքի մեջ հատուկ են մարդիկ ունեն զենք։ Ես ես երաշխավորում եմ, դուք իրաց արսենալում կտեսնեք 10 անգամ սրանից ավել զենք, զինամթերք, լավ հրացաններ։ Նյու Յորք քաղաքից դուրս վաճառվում է դա։ Նյու Յորքի մեջ ոչ։ Դուք 10 անգամ սանից բան, եթե ունեցողին ցույց տաք սա, ասեք Հայաստանում էսի բռնել էին ու հեղաշրջում պետք է անեին սրանով, ինքսս տարակուսած կնայի ձեր դեմքին, կմտածի կամ դուք հոգեկան շեղվածություն ունեք, կամ դուք չեք հասկանում բնավ ինչ է նշանակում զենք, զինամթերք եւ հեղաշրջում։ Ցանկացած որսորդի տունը մտեք, սանից շատ զենք կա։ Այնօց եմ ասում, ամեն ինչը գրանցված է, բայց քանի որ դες մասին նույնիսկ գրեց Քրիստինե Վախանյանը, մարդկանց մեղադրում են կրակված փամփուշտներով ահաբեկչություն անելու հետ։ Բայց մենք գիտենք, չէ, որ իրանք օթի մեջ է, որ ասես փոքրիկ քամի լինում, այն հատուտիկ չէ, ես արդեն խառնում եմ դրանց, այն ադուվանչիկները ո՞ն է, ասես օդը քամին հանում ավելը։ Իրանք այդ վիճակի մեջ են։ Ցանկացած միջանցիկ քամի իրանց հանում է օդի մեջ։ Ոչ մի հենք տակը չկա։ Եվ միանգամից Ավիրյանը եկել է հատուցման ժամանակը։ Հիմա ասում եմ, այո, եկել է հատուցման ժամանակը։ Դե հատուցի բիժվածք։ Հատուցի դրանք այդ անիվի փողերը ուր ես պահել։ Տես Երևան քաղաքի դու ինչ արեցիր։ Այո, եթե նույնիսկ չի եկել հատուցման ժամանակը, Տիգրան Ավիրյան գալու է հատուցման ժամանակը, մանավանդ ձեր խմբակի համար, ախ ինչ հատուցման ժամանակա գալու, անձամբ եմ հետևելու, որ հանկարծ մեկը չների, որ ինքը բավականաչափ չհատուցեց այս ամեն ինչի համար։ Ասենք, զայնագրություն են բռնել։ Ու այս տողերի համար ինչ որ մենք դրել ենք մի բանի վրա, համոզվենք, քարոզենք, երկու հոգու պատիկա գյուլում ես, մի 15 հոգու դնում ես բանտ, պրծամ գնաց։ Սրա համար անկացած ընտանիք մտեք, նույն բանն է, մեկ հոգու գյուլում ես, ցուցադրական, մնացածը փախնում են։ Կամ եթե չեն հասցնում փախնել, լցնում ես բանտերը։ Ինչն է սրա զարմանալի։ Ինչն է
ինչն ասते արտարոց, այ արտարոց կլիներ, եթե այս իդեան չլիներ, այ դա կլիներ արտարոց, որովհետև դուք ճիշտ հասկացեք, հայ ժողովուրդը, հայ եկեղեցու ներկայացուցիչը, դրանք բան չեն, մարդակեր գազաններ չեն, արյունախումներ չեն, հիմա լրջանանք, հա, սրանք են սիոնիստ հրեաները չեն, որ նայում են գազա երեխեքին ոնց են սպանում, ասում են դե մեկը դրանք տերորիստ են, այդ երեխեքա տերորիստ են, մտեղ մարդասպանություն չկա, սա ցեղասպանություն չի, սա ինքնապաշտպանություն է, հա, հայը իր մշակույթով, իր բանով, մոտեցումներով շատ է տարբերվում բոլոր ազգերից։ Եթե բանը հասել է նրան, որ նույնիսկ հոգևորականն է ասում, որ մեծ դժվարություն չի լինել, երկու սատկացնում ես պատի տակ, լավագույն դեպքում, մնացածին լսում ես բանտերը։ Սա կենցաղային խոսակցություն է, կենցաղային խոսակցություն, որը ձայնագրվել է, եթե իհարկե սա ճիշտ է, եթե նույնիսկ սա ճիշտ է, սա կենցաղային խոսակցություն է, սա դեկլարացիա չի, սրա համար զենքեր չեն բաժանել, չեն ուղարկել խփելու, ու սա եղել է 1 տարի առաջ։ Ցույց տվեք սպանվածները պատի տակ։ Կենցաղային խոսակցությունը ձայնագրած Ստալինի թվերն է, 37 թիվն է։ Ու սրա համար քրեական գործ աղմուկ, աղաղակ։ Այս աղմուկ աղաղակի մեջ ես գիտեք ինչ տեսա։ Ասեմ ձեզ չզարմանաք։ Ես տեսա սրանց խանդավառությունը։ Այդ խանդավառությունը մատնեց իրանց գիտեք ինչ է, որ իրանց համար սա մեծ նշանակություն ուներ, այն ինչ որ իրանք այսօր արեցին։ Այն հիմարությունը, որ այսօր իրանք արեցին, իրանց համար շատ մեծ նշանակություն ուներ։ Այդ խանդավառությունը դա էր ցույց տալի։ Եթե մի քիչ ուղեղ ունենային, կհասկանային, որ իրենք սրանով ավելի ծառելի են դառնում։ Ես ասում, այս հրեշացման process-ի ժամանակ հրեշացման 3000 հոգի քվեարկեց ու ասեց նույնիսկ այս վիճակով Փաշինյան Նիկոլը ավելի մեծ սպառնալիք է, քան տերորիզմ կազմակերպելու մեջ մեղադրվող Բագրատ Գետադարցը։ Եվ այսպես այս պահին ասում անօրին ապօրինի խոզարկություններն իրականացում ՀՅԴ անդամների բնակարանում։ Հիմա սա եմ ուզում հարցնեմ, մանդատները խիչեք վայ դնում, կամ երբեք վայ դնելու։ 15 հոգու ձերբակալել են, Բագրատ Գալստյանին տվեցին 2 ամիս, նախնական կալանք, ինչպես Սամվելին Կարապետյան, այնտեղ եւս մի 15 հոգու հետը։ Փաշինյան Նիկոլը հիմա այլ բան չունի անելու, քան սա ավելացնելու, ճնշում ավելացնելու, այսինքն էլ ինչ պետք է անի, քանի հոգու պետք է ձերբակալի։ Ինքը հասկացեք, պետք է գնա ավելացման դոզայով։ Սա այն նարկոմանի դոզեն է, էլի, մյուս դոզան ավելի շատ պետք է լինի, միջև որ պերեդոզից սատկում է։ Սա նույն բանն է, ինքը մեկը գնալու է ճանապարհով։ Ոչ մեկ թոջը կասկածի, Ժորժ ջան, հիշում եք, ես ես վերջերս ինչ էի ասում մշտապես բաների վրա։ Այն ինչ որ հիմա կատարվում է աշխարհի մասշտաբով, հա, բերելու է հակառակ էֆեկտը։ Ես Իսրայելի քաղաքականության մասին եմ խոսում, որ սա բերելու է մարդկանց մոտ հակա ազդեցություն, հա, հակա հետևանքները, որի արդյունք, ասեմ, ուղիղ այսօր Նյու Յորքում տեղի ունեցան նախնական ընտրություններ քաղաքապետի։ Նախնական, ասում եմ, սենց էտապներով է։ Եվ առաջին անգամ ուրեմն սենց եղավ, պատկերացնում եք, մահմեդական տեխնացում, մահմեդական հաղթեց մնացած 6 հրեաներին։ Եթե չեք պատկերացնում Նյու Յորքը ինչտեղ, ասեմ, Նյու Յորքը հրեաների քանակությամբ աշխարհում ամենաառաջին երկիրն է, քաղաքն է։ Թել Ավիվից հետո, եթե հաշվենք Թել Ավիվը հենց հրեաների հայրաքաղաքն է, մյուս ամենախոշոր կենտրոնը հրեական, որտեղ ամեն ինչ համարյա հրեաների ձեռքն է։ Բիզնեսը, անշարժ գույքը, բանկերը, ամեն ինչը, նույնիսկ ստեղ, այս ամեն ինչի հետևանքում 6 բանկար, տեխնացուկար, բոլորը հրեա, մի հոգի մահմեդական։ Բոլորն ասում էին, որ ընտրվենք, առաջինը գնալու ենք Իսրայել շնորհավորենք։ Այդ մահմեդականն ասում են, ես որ ընտրվեմ, ոչ մի տեղ չեմ գնալ, ես մնալու եմ Նյու Յորքում։ Իսկ որ Նետանյահուն էլ գա Նյու Յորք, ես իրան ձերբակալելու եմ։ Պատկերացնում եք, ինչ
ձեռնոցը շպրտում ինքը ստերի հերաների վրա։ Ինքը նախնական ընտրությունով ինքը հաղթեց այսօր։ Այդ այսօր։ Ինչ եմ ուզում ասել։ Ցանկացած այս կարգի, երբ որ մարդը իր բանը բալանսը կորցնում է, քաղաքական գործիչ կլինի, երկիր կլինի, չգիտեմ, քաղաքական կուսակցություն կլինի, ինչ ուզում լինի, ինքը անպայման, ասես փուչիկի նման պայթում է։ Փաշինյան Նիկոլի այսօր ամբողջ գործողությունները, այս են փուչիկներ, որ պետքա պայթի, որտեղ հաջորդ քայլը նա որ պետք է անի, անպայման պետքա գերազանցի եւ Սամվել Կարապետյանի ձերբակալմանը եւ Բագրատ Գետադարցի ձերբակալմանը։ Տեսեք, Բագրատ Գալստանյանը ինձ համար այսօր քաղ բանտարկել է։ Տեսեք ինչ եմ ասում։ Բագրատ Գալստանյանը այն մարդն է, որ Նիկոլ Փաշինյանին անցած տարի փրկեց ժողովրդի ինքնադատաստանից։ Փրկեց, բառացի ինքը տապալեց մի ամբողջ շարժում կազմակերպված։ Ասեն կույր էր պետք լինել այդ ամեն ինչը չտեսնելու համար։ Ընդ որում, դες մի օրվա մեջ չէ, որ վայ, ես ինչ եղա։ Չէ, հետևողականորեն։ Բագրատ Գետադարցը, դամալ եմ ասում Գետադարց, ինքը անցած տարի փրկեց Փաշինյան Նիկոլին ժողովրդի դատաստանից ուղղակի, ինքնադատաստանից։ Այսօր ինքը, այսօր նայում եք, օրենքի սահմանները ինքը եւ մնացած բոլորը քաղ բանտարկյալներ են։ Այս ռեժիմը իր ոտից գլուխ անօրինական բաներով, գործողություններով, փնթի գործելակերպով ինքը ցույց է տալիս մի բան, որ ինքը այլևս նույնիսկ այնքան ռեսուրս չունի, որ իր օրինակ քննչականի տեքստերը գրեն, որ այս կալանավորումը գոնե մի քիչ հիմնավորված լինի, մի քիչ, հա, որ երկու հատ որսորդական հրացանով ու կրակած պարտուշներով, եթե հնարավոր է մի երկրում հեղաշրջում անել, որոնց այլ երկիր գոյություն չունի, այնտեղ դատարկ տարածություն է, այս զենքով նույնիսկ որսի չեն գնա արջի նկատմամբ, չեն գնա արջ խփելու, տեսեք, այսքան զենքով արջ խփելու չեն գնա, բա որ հանգարց չկպա։ Իսկ սրանք ասում են, սրանք պետք է հեղափոխություն անեն, հեղաշրջում անեն։ Նշանակում է դուք ձեր ամբողջ թմով, ձեր ամբողջ պաշտպանական անվտանգային համակարգով դուք մի արջ չարժեք։ Ես գիտեմ որ չարժեք։ Բայց լավ է դուք եք դա գիտեք։ Իսկ այս նկարը ես այսօր որ տեսա ժողով, անկեղծ մեզ մտածեցի մեր ժողովուրդը, բանա, լավ հումորից զգացում ունի։ Մտածեցի արհեստական բանականությունը սարկած բան է երևի։ Չխորացա ու այլից ես թերթեցի գնացի։ Դու պարզվեց իրականությունը։ Հուսով եմ էսի արհեստական բանականության բան չի ժողով։ Որտեղ առաջին անգամ ուղղակի այնքան ինքը абսուրդի ժանրից է նկարը, որ նայում ես մտածում ես սա արհեստական բանականությունն է սարքել։ Սա եւս նշանակում է, որ վերջանա, վերջացած է սա։ Վերջացած։ Հիմա էս բաները տուն են գնալու, էս ենիչերիները։ Իրենց երեխեք դու կինը պետք է ասի, հա, դու հայ քահանային, որ ձեռքերը տենց բռնաստանում էր, դու գետինը չմտար, տերորիստ էիր, բռնեն։ Իրենց հարևաններ ընկերները ոչ չտան չսոր, որ դուք վիժվածք չեք արա։ Լավ դուք տեղ կա, ստող կա, որ դուք ձեր ընտանիքից ես բռնած տանելու եք մատաղանեք թուրքին, վաղը, առանց կասկածելու։ Այս նկարը տեսնողը պետք է մտածի, դուք պիղծ եք արա։ Պիղծ, եթե նույնիսկ այս մարդկանց պետք է ձեր մենտակ, հրավիրեք թող իրանք գային։ Իսկ դուք անասուն եք, ինչ ասեմ, դες ասելու բաներ չկա ուղղակի։ Ասեն կա, չէ մարդ, որ ուզում ես վրան ջղայնանալ, ձեր վրա չէ կարելի նույնիսկ ջղայնանալ, ասեն դուք մարդու հետ խոսած, ձեր հետ ինչ խոսած։ Այս նկարը տարածվել է Հայաստանում Փաշինյան Նիկոլը քահանաների ձերբակալել տալի ոտպայի իշխանությունը։ Մյուս կողմից Գարեգին։ Սենց է, երբ որ դու զանգերը չես խփում, քեզ են խփում։ Քեզ ինչքան ժամանակ ասում են կարա զանգերը խփի։ Զանգերը խփի, ում ես սպասում։ Ինչ է։
Սա էլ ազգային ժողովն է։ Կրտուքի է հասել, երբ Հայաստան խմբակցությունը հայտարարել է, որ ներկայացրել է նախագիծ ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին։ Ընդդիմադիրների պնդմամբ դա դուր չի եկել ՔՊ-ին, իշխող ուժը լարել է իրավիճակը։ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը այնքան չի զսպել իրեն, որ սեռական հայհոյանքներ է հնչեցրել ընդդիմադիրների հասցեին։ Հաստորեն, ինչ է ստացվում։ Այս խորհրդարանական ընդդիմություն կոչվածը, որ սրանց ցավացնի, բանաձև է առաջարկում ցեղասպանությունը ժխտելու քրեականացման մասին։ Պատկերացնում եք, ու նրանք էլ ջղայնանում են դրանից։ Ես պետք է ասեմ, ովքեր կաք դուք ազգային ժողովում, դուք բոլորդ համասեր միասեր եք։ Ոնց ասեմ, էլ ոնց ասեմ ձեզ, ով եք դուք։ Ու այսքան բանից հետո դուք մեկա քաշքշեք, իրար քփուր տակ, իրար նվաստացնեք, իրար ինչ դուք նույն միասերն եք։ Համասեր, ասես նույն բանն է։ Համասեր միասեր եք բոլորը։ Եթե դուք մի քիչ մարդ լինեք, այսօր ձեզանից ոչ մեկ աժը չէր գնալ, կամ կգնար մանդատները վարկներ, կազմալուծեր այս խորհրդարանը, կասեր դե գնացեք հիմա։ Դե հիմա գնացեք։ Անջատեք եթեր, ընդմիջում 20 րոպե։ Այսքան հայ տղամարդ ու մի հատ տղամարդ չկա մեջները։ Այսքան բան սերով եմ ասում, սերով պայմանավորված, այսքան արական սեր ու մի հատ տղամարդ չլինի մեջները։ Մի հատ տղամարդ, ասի, որ ես կապիկությանը չեմ ուզում մասնակից լինեմ։ Կլինի ես մանդատը ծնեմ գնամ։ Ես չեմ ուզում կապիկ լինեմ, ասկին դա է տղամարդ, էլի։ Ասա, այսքան արական սեր ու մի հատ տղամարդ չկա մեջները։ Իսկ շերը սատկացել է այսօր, նայեք։ Հեսի Փաշինյան Նիկոլն է, ասում է ես դիտում եմ Փաշինյանի այս տեսանյութը ծանր օրվանից հետո նյարդերը հանգստացնելու համար։ Պատկերացնում եք, մարդը սա նայում է, նյարդերը հանգստանում է։ Այս գրասները գիտեք ինչ է։ Հոդվածները։ Ոչ թե հոդվածները, մեղադրանքները, գողություն, ստախոսություն, հանցագործություն, դավաճանություն, ամեն մի բանը որ կապտում է, այդ բառերն է, էլի։ Կրիմինալ։ Ես կարծում աշխարհում մարդ չկա, որ հասկացած չլինի ով է Փաշինյան Նիկոլը, ինչ է իրանից ներկայացնում։ Բացի Հայաստանի քաղաքական վերլուծական դաշտից մի քանի վերլուծական դաշտից չասեմ, խոսացող գլուխներից մի քանի վարձկանների։ Բարձ հարց է, ես ոչ մի խուճուճ բան չեմ ասում, ձերբակալելու եք իմ տղային, դուք ձերբակալելու եք իմ տղային, իմ կրված տղային ձերբակալելու եք, հիմա ինքը 24 տարեկան է, 2020-18 տարեկան է եղել կռվել է Արցախում, որովհետև հարձակվել են, իմ տղա մտածել է, իրան այդպես են ասել, այդպես դաստիարակվել է, որ ինքին հայրենիքն է պաշտպանում։ Արա գլուխներդ չեք կախում, այ ենիչեն է, ձեզ է դա հարց է տալիս։ Բայց ես հարց է տալիս, այս կինը։ Ժողովուրդ ջան, քանի հոգի ենք նայում, 30, 40, 50, չգիտեմ, ինչքան ուրա, 1000։ Եթե մեզանից գոնե 10%-ը, տեսեք 4-5 հազար, 10%-ը, 10-ից մեկը, մի հատ համասկեզնավորի, որ օրվա մեջ տենում է, մի հատ թուքումուր տա, ասի դու գետինը չես մտնում, կին ես տղամարդ ես էական չի, դու գետինը չես մտնում, ես ազգակործանի ծառայում ես, ու գնա, բան չեմ ասում։ Պատկերացնում եք, եթե օրը մի քանի հազար, մի քանի 100 մարդ Երևանի փողոցներում սրանց որ տեսնի, ասի այն ինչ որ մտածում է իրանց մասին։ Բա մենք էլ չենք ուզում անենք։ Մենք էլ չենք ուզում անենք, ուզում ենք որ իրանք մեր նկատմամբ հարգանք ունենան, մենք իրանք
իրանք ոչ մի բանի նկատմամբ հարգանք չունեն։ Իրանք չգիտեն նույնիսկ այդ հարգանք բառը ինչն է։ Ինչ է նշանակում հարգել, ինչ է նշանակում սիրել։ Չունեն իրանք այդ, չգիտեն դա ինչ է։ Իրաց մոտ կա մի հատ զգացմունք, վախ եւ ուտելու ցանկություն, ոչ մի բան իրանք չունեն։ Գործը կորցնելու նկատմամբ վախ եւ ուտելու ցանկություն։ Վերջ, դրանց կարող է միայն սթափեցնի այս բարոյական ապտակները։ Դժվար է այս ամեն ինչը անել։ Եթե մենք չանենք, ոչ մի բան չենք ունենա։ Դուք չմտածեք, որ անեք դա հետևանք չի տալու։ Օրվա մեջ 3 հոգի մոտենա նույն ոստիկանին ասի, նա երրորդը գործի դուրս չի գա։ Այս դուրս չի գա, կգնա հող մշակելու։ Կամ չգիտեմ։ Կգնա հետ իր աշխատանքին, չոբանությանը։ Եվ ոչ ենք անում, սրանք են ելնում մեջտեղ, հնսանց նայ։ Տես մեկ էսի ով, հեսի, էսի տավասկայի կաղավարման ենթակառուցվածքների նախարարն է։ Սա հես, ես տեմ եք սա։ Ինչ խոս, հետաքրքիր դեպք է, վեղար հակած սրբազանի կերպով մտնում ես քաղաքականություն վստահ լինելով, որ բջոտ ես, վերջում պարզվում է էշ ես։ Սա սրբազանին էս էշը, ես չգիտեմ ինչ ասեմ սրան։ Ես դες վստահեցնում եմ, սա փողոց դուրս գալով կողքերն է ման գալի, որ հանգարց իրան տեսնող չլինի։ Վազում նստում է մեքենա, որ իրան այդ ընթացքում էլ կանգնացնող չլինի։ Ու սենց էլ վերադառնում է։ Սա վեղար հակած ասում է, քեզ տում է բջոտ ես, պարզում է դու էշ ես։ Սանմանները փողոց վախեցել են միշտ խաղամբակ։ Ազնիվ խոսք եմ ասում, վախեցել են։ Ոչ ինձ կարող ծեծեն, չէ, իրանք վախեցել են նույնիսկ ինչն են։ Սա էս կերպարն է, լսան նայել։ Սա կանայն ասում է, պարզում է էշ ես։ Ու ինքը նախարար է, ժող, նույնց եմ ասում, ինքը սենց կարող լիներ, չգիտեմ, ասենք Մալացիայի շուկայում այն օրվա վերջում, որ առավոտվա կողմ որ պետք է մաքրվի, այն աղբա հավաքող, տեղափոխող մեկը։ Այս դեմքով, այս գլխով ուրիշ բան ինքը չէր կարող լինել։ Բայց հիմա ինքը Նիկոլի ժամանակ ինքը նախարարը ու հոգեբորական ասում է դու ասես դու էշ ես։ Դե հա, որ ինքը լինի նախարար, քեզ թվում է նախարարը, ձեզ թվում է նախարար լինել իր մոտ բան պետք է փոխել, չէ։ Բովանդակությունը մարդու մոտ չի փոխվում։ Մարդու բովանդակությունը չի փոխվում, հետի հետը ծնվում է, եթե ասենք այս դեմքով է, կյանքում չի զարգանում դա, չի փոփոխվում, այտենց էլ մեռնում է։ Նախարար, լսեք, չախոսում։ Աշխարհում տենում ես ինչա կատարվում։ Էլ մեր տարածաշրջանի վրայով ռակետները այս կողմից այն կողմա գնում, այն կողմ աշխարհի Ուշադիր նայեք, ես թքած ունենան դե ինչա։ երրորդ համաշխարհային պատերազմի շեմինա։ Մենք հյութա թեստը վեկալա ստուգում ենք անում։ Դենակ հլա ով է հղի, ով է չբեր, ով է ես շատ գիտեմ, չգիտեմ ինչ, բանա ուսությունը խախտվել է, ինչ արել, ամոթ Ինքը շպտում է երան ասում ես համարը։ Ինքը շպտում է մեկ էլ ամբողջ Հայաստանում նստած նայում եք մի անասունի երթական ժպիտի վրա։ Ասենք երեխեքին Facebook բան չմտնեն, փակել ենք տվել Facebook-ը։ Փակել ենք տվել ասել Facebook չմտնենք, երեխեքից չեմ թողում Facebook մտնեն։ Ամոթա, դանով ենք կրթում։ Այդ այնուր այս Կարնիկ դու հələ պատգամավոր ես։ Կարնիկ Այդ տղա, դու հələ մանդատդ վայր չես դրել։ Ես ես հիշացնեմ, ինչ ոնց արդարացես Գառնիկը Բագրատ գետադարձին, որ հարցրեցին, այտա 50,000, 60,000 մարդ էր եկել, դուք ինչի տուն ուղարկեցիք։ Հիշում եք ես թթվի քարը ինչ պատասխանեց։ Ասեց, բա մենք հո անօրինական գործողությունների չեն գնալու, հենց այս դեմքով։ Բայց հիմա ինչ գնում Գառնիկ։ Անօրինական չես ուզում, օրինական մանդատը դիր ռադերի գնահատերից։ Թող քո ասած Փաշինյան Նիկոլը, որ ռակետները գնում են, գալիս են մեր վրայով էսի կուսության տեսներով ափրփռում,
այդ բաներով իդեալը գլխի մեջ ինքը գլարնա հավաքարար ինքը չի լինի վարչապետ ինքը վարչապետը քանի քո նման թթվի քալոն դա նստածա մանդատներ ձեռնա բայց ինչ ուզում ես այդտեղից խոսա դա բանը գարնիկ դու դրանից ասում եմ դու բոլորդ համասեր այդ ով կա համասեր եք դու ոչ մի տարբերություն ձեր մոտ չկա պատկերացեք այն որ տարբեր բաներ լսում ես մի ամանի մեջ լավ միքսերով խփում ես դառնում է համասեր չէ ասեն դուք համասեր միասեր եք բոլորդ եթե չէ Ալա տարբերվեք, մանդատները դրեք ու գնացեք, ասեք ախպեր, մենք ոչ համասեր ենք, ոչ էլ միասեր ենք։ Մենք մանդատները գնացինք ինքնասիրություն ունեցող մարդիկ ենք։ Այդ 150 կիլոնոց քաշից մեջ այսքան ինքնասիրություն կա, տես, Վարդան։ Դրեցի գնացա։ Ինձ էլ չասես։ Ու դու SS, ադից, կանես գառնիկ, իլեկե չեսան։ Ասում են կաթողիկոսներ գնացել են ԼՏՊ-ին տեսել։ Տեսել ես որ ինչ անես։ Լևոն Տեր-Պետրոսյանն հայտարարություն է տարածել որ այսօր հունիսի 25-ին եկել այ մոտ որ բայց վիժվածքից ոնց ազատվենք։ Դուք եք պահում ես վիժվածքին։ Դուք եք ձեր գործողություններով սրան պահում։ Ինչքան ժամանակ ասում ենք խփեք զանգերը, չեք խփում, ինչքան ժամանակ ասում եք նզովեք, չեք նզովում, ասում եմ ձեր ենթակա այդ թափոնին, այդ միասերներին, աժին, ասեք, հրաժարվեք այլ մանդատներից, չեք անում։ Լևոն Տեր-Պետրոսյանը ինչ պետք է ասի քեզ։ Այդ պատգամավորները ոչ իրանն են, ոչ էլ ինքը զանգը խփողն է։ Իրան էս ամեն ինչը լրիվ ձեռատալի։ Իրա գծած սրագրով ամեն ինչով գնում է։ Գնացել եք, որ հասկանաք ձեր գժին ինչ անեք, հա։ Գնացել եք, որ իմանաս շեֆերն ընդեղ ինչ են անում, սրա հետ ոնց վարվել։ Ծանր ժողովրդից վիճակը շատ։ Գիտեք ինչով է ծանր, որովհետև ուսը մնացել է, այս երկուսի որոշման վրա տեսանք ինչ պետք է որոշեն, որ այդ աննորմալից ոնց ենք ազատվում։ Սադիկաներ, այս մարդիկ Հայաստանի հանրայնքանում պետքա չլինեն, այդ մասին ասում է, գիտեք ով, Աշոտիկը, Փաշինյան Նիկոլի տղեն, անհնար ասում անհարմաչափ արձագանք տալ, նրանք այսօր ինչ տեղ ունեցավ, սենց մասշտաբի հանցագործություն չէր տեսել, այս տղեն սենց մասշտաբի հանցագործություն չէր տեսել, ինքը պատերազմ չէր տեսել Աշոտիկը, Աշոտիկը հիշում եք մի հատ ընդեղ բան կար, մեծ սենց բան կար, բուղա կար, ինքն էլ էր պատգամավոր, ասում էր, պատմում էր, որ Աշոտիկը ընդեղ ռումբ ընկավ, ինքը թռավ այս ռազմանից ընդեղ խնամատից, սրանց փրկեց բան, Աշոտիկը սենց բան չէր տեսել։ Վարազդատ անունով, հա, հիշում եք, հա, Աշոտիկ, հիշում ես այդ սպանված ընկերների, Աշոտիկ, դուս ես բան չէր տեսել, սենց սրիկայություն չէր տեսել, հորը չես ճանաչում այդ տղան, հասկանում ես, ինչ ուզում է փոխվի կյանքում, դու մնալու ես Նիկոլի տղա, դու հասկանում ես այդ ինչա, լինել Նիկոլի տղա, Այն միամիտներն էլ թվում էր դու հորիցդ հրաժարվել ես գոնե տան մեջ մի հատ մարդ կա։ Պարզվեց դու Նիկոլի տղեն ես ու դու չես կարող ուրիշ բան լինել։ Բան, ոչ թե մարդ, ուրիշ բան լինել։ Հասկանում ես դու ամբողջ կյանքդ մնալու ես Նիկոլի տղա։ Ու այդ ընթացքում Ալիևը ընդդում է որ Հայաստանը ռազմական հանցագործ պետություն է։ Հայաստանում լռություն ես մասին, ոչ մի պատասխան, հանցագործը դու ես, մենք ինչ հանցագործ, այ տխմար։ Դու ռազմական հանցագործ ես, էթնիկ զտում իրականացած, Հայաստանի տարածքը գրաված, զավթած, սուվերեն։ Ինքը պնդում է, որ Հայաստանը բանը հանցագործ պետություն է։ Փաշինյան Նիկոլն հանցագործությունները հեղաշրջումը փնտրում իր տարածքի մեջ։ Գիտեք ինչի, որովհետև վտանգը իր վտանգը Ադրբեջանից չի, իր վտանգը ներսից է։ Նույնիսկ եթե դա կրակած փամփուշտ է, մեկը Փաշինյան Նիկոլի իշխանության համար դա վտանգավոր կրակած փամփուշտ է։ Կանչեն, ասեմ մնալու եւս մեկ քայլարասո մի անգամից
միանգամից, որ մենք մոռացության տանք, որ ինքը հանցագործ է։ Ինքը հանցագործ է, ինչպես բոլոր նախարարները ԿՊ-ական, բայց տերորիստ, պիղծ, դավաճաներ, սա առողջապահության նախարարն է։ Ես այս օրինակի համար ասեմ, հիշեցնեմ, 16 թվականին, երբ որ Հայաստանում ապստամբություն էր, 3 օր, տեսեք, ապստամբություն էր, 3 օր ոչ մի ձայն չկա։ 3-րդ օրը նոր Սերժիկ Սարգսյանը հավաքեց ասուլիս ու ասեց, որ այս ամեն ինչ որ կատարվում է, անընդունելի է։ Առանց աղմուկի, առանց այս ճռճռան խոսքերի, հա, հետո բան էին, գալիս էին մնացածը, որ ամեն ինչ պետք է փորձել լուծել քաղաքակիրթ տարբերակներով։ Ես շատ լավ հիշում եմ այս ընթացքը։ Մի կողմից ոստիկանությունը ջարդուփշուր էր անում փողոցին դուսում, բայց քաղաքական մասը, հա, բան է, sense փորձենք եզր գտնենք, չի կարելի ամեն դեպքում, հա, զենքով պետականության վրա գնալ, էժանեք էս հիմա բառները իրանք են օգտագործում, ոնց որ հիմա այս իդիոտներն են, սրանք խառնել են, որ ոչ մի բանը, վարչապետ, ոչ մի նախագահ չի կարող իրեն ասոցացնել պետության հետ։ Պետականությունն ու դուք դրանք տարբեր բաներ են, այ փտիժներ, դուք պետականությունը չեք։ Ու լավ է, որ դուք պետականությունը չեք, հակառակ դեպքում մեր վիճակը շատ ավելի վատ կնա։ Հիմա, քանի որ սրանք տգետ են, տեսեք ասում, նույնիսկ հանրապետականները տենց իրաց չէին պահում։ Տերորիստ, պիղծ, դավաճան, այսինքն եթե մեկը քաղաքականապես ձեզ համաձայն չի, ուզում է նույնիսկ ձեր դեմ ապստամբի, հա, տերորիստ։ Որ մենք մոռանանք հանգարց, որ դուք հանցագործ եք, չէ։ Նույնիսկ ասում եմ ամենաթեժ վիճակով, ամենաթեժ, որ ժողովուրդը ասենց պետք է շոկի մեջ լիներ, չէ, էլի 77%-ը համարում է, որ այս վիճակով դուք ավելի վտանգավոր եք պետականության համար, քան Բագրատ Գալստանյանը։ Եվ այսպես, այս գարտնի բանը զայնագրությունը ձեզ արդեն ներկայացեցի, մի ուրիշ արծիվ, այս դեմքով արծիվին գիտեք, այս վախեցած, այսօր համատեղության կարգով պաշտպանության նախարարը, ձեր հորինած վասակցություն ու ճակատագրին երանի եք տալու, ումա սպառնին, հոգևոր ազգային հայնասական շղաշի ներքո հանդես եկող, պետականազուրկ հայնադավերը մի առաջադրանք ունեն խարխլել պետության հիմքերը։ Պետության հիմք ամենացել որ խարխլեն, եթե մի պետությունում դու պաշտպանության նախարար ես, որ պոանտեր, դու պաշտպանության նախարար ես, տեղ կա պետականության հիմք, ցանկացած պետականության հիմք, դա սահմանադրությունն է, սահմանադրությունը տնորացա, մյուս կարևոր ոտքը, դա բանակն է, զինված ուժերը։ Զինված ուժերը դու այն վիճակին ես գցել, որ մարդիկ չգիտեն նույնիսկ իրանք զինված ուժեր ունեն, թե չունեն։ Ու սա խոսում է պետականության հիմքերից։ Սուրո, լսում ես այ գառնուկ, դու ուր ես փախնելու։ Այս ճռճռան խոսքերը, որ ցես մի օրվա լիմիտ ասա, մի օր, ցես մի հատ բան, բարը մի հատ ուրիշ բան է լինելու, ձեր հիմա շեֆը մի բան կգրի ու ջրի ես ամեն ինչը, հա։ Կհելի հիշի ինչ որ մեկը որ մի տեղից հոտ քաշեր, մեկին պետք է շոշափեին, դա հիմա բան կգրի համապայման, այս ամբողջ աղմուկը չքվելու է, հետո ինքը պետք է մտածի, այն ինչ ավելի մեծ հիմարություն անի, որ քո նմաններին խոսալու հնարավորություն տա։ Ու դե պետք է շատ լավ հասկանաք, հիմա ինչ որ արվում է, ինչ որ արվել է, բոլորը աշխատում է ուղիղ ձեր դեմ, որովհետև տեսեք նույնիսկ կրկնում, նույնիսկ այսօրվա վիճակով, որ բարձրեցիք, սրանք տերորիստ են, նախկին են, էս են, են, էլի մեկը 77%-ի համար Փաշինյան Նիկոլը ավելի մեծ վտանգ է պետականության համար։ Երեք Լևոն Քոչարյանը ձեզ ներողություն հիմարի մեկ էր ասել արձագանքելով ձեր հայտարարությունը։ Դե լավ, մանկապարտեզ չի, ասենք, ես էլ հիմա ասեմ հիմարը ինքն է, իրանց գրասենյակի ղեկավարն է, չափ կա ամեն ինչին, թող չափը հանկարծ չանցնի։ Եթե անցավ շատ վատ է լինելու, հանկարծ չափը չանցնի։ Երեք Լևոն Քոչարյան։ Մենակ արդեն ասում ես փակմա թեման, Ալեն Սիմոնյան, իրար հիմարը դու ես, հիմարը դու ես, քաղաքական օրակարգն է Հայաստանի քաղաքական օրակարգն է ընկերներ ջան։ Ես գիտեմ, որ հիմա շատերը մեզանից այսպես գլուխը բռնել են, այս ինչա կատարվում։
Ես էլ կարող եմ ասել սենց է։ Դա բնության օրենքն է, երբ որ խելոքները լքում են ասպարեզները, հիմարները միանգամից լցնում են այդ դատարկ տարածքը, որտեղ բնության մեջ դատարկ տարածք չի մնում, ժողովուրդ ջան։ Չկա բնության մեջ դատարկ տարածք, երբ որ մարդը հետ է կանգնում իմաստունը, տեղը անպայման հիմարն է գրանում։ Ինչ է։ Ու ասեմ ձեզ, օրինաչափությունը վատ։ Խելոքները ավելի դժվար են քայլել գնում, քան հիմարները։ Հիմարների համար ոչ մի սահմանափակում չկա։ Եվ ուրիշ բան ասեմ, շատ խելոքները երբեք չեն ձգտում իշխանության աթոռից, էսի խլեմ, էնի խլեմ։ Դա հիմանի մենաշնորհն է։ Հիման էս հաստատվել, որ մեր երկրում այդ հիմանը նույնիսկ տարական կրթությունը չունի։ Այսինքն, սենց ասեմ, իջելա ու ավելի է իջնելու։ Այսինքն ցանկացած տեղը տեսեք կան չէ իշխանության ձգտող ուժեր, բայց նույնիսկ այդ ձգտողները, որ առանձնապես բարոյականության, մասնագիտական ձեռքբերումով չեն փայլում, բայց գոնե ինչ որ կրթության մի մակարդակ ունեն, էլի։ Իսկական ընդհանուր երկրի որակը տեղից է կախված, թե քո ամենացածը որտեղ է, ամենացածը որակը։ Չէ՞ ասում են մարդու արժեքը նրանում չի, ինչքան ինքը կարա լավ լինի։ Մարդու արժեքը նրանում է, թե ինչքան ինքը ցածր չի կարա գնա։ Անենց է ստացվել, որ այս իշխանության զավթած այս օղակները սրանք այնքան ցածր կարող են գնալ, որ մեր մոտից նույնիսկ չի երևում, այսինքն իրենք այդ սահմանները չունեն։ Բա մենք սես կողքից որ նայում ենք, մեզ խելոքի տեղ դրած, դե մենք իրանց հետ չենք խառնվի, մենք իրանց մակարդակի չենք, մենք իրանց հետ չենք համեմատվելու։ Արդյունքում էլ ունենալու ենք սա ու առանձնապես զարմանալ պետք չի է սա չի վրա։ Ուզում սա լսեք էլի։ Եկեցին եւ pedagogiությունը փախուն ունենան։ Գարերի փան ասիգա։ Գիտեմ, դուք ամենքդ աչքերը բացած գսեք, որ բադյակ ինչ միտս է այս վերջին կառավարության եւ եկեցու ընփախումներու մասին։ Մաշալյանն է Կոստանդնուպոլիսի պատրիարքը։ Ասում է, հիմա բոլորը սպասում են իմ խոսքին, ես ինչ պետք է ասեմ։ Տեսնենք ինչ ասում Կոստանդնուպոլիսի Իմ խոսքը սելա առաջ սեզա անեկդոտ ու պատմել գուսեմ, այնադեմ դասնակ թե ես ինչ կմտածեմ այս հարցով։ Երկու եղբայր Գաբրին եղել նույն լերան դարբեր քյուղեր ունեջ։ Եղբայրներն մեկը արավոտ կարտնա մյուս քյուղի մեջ եղած եղբայրը տեսնելու համար, բայց լերը պետք է անցնի, լերան ջամփաները, քալազադենը մեծ մշուշ գիչնա։ Աչքի չի տեսնել, մեկ հերույան տեսնե ըստվերմը, քազանի ըստվեր, արդյոք արջը, արդյոք քայլը, կամած իր զենքին գերգարի իր ցերքը, հետո գմոդենա, որ եկող մարդ է, բայց զենք ունի, ավազակ է արդյոք, ուրեմն ինքնա զենքը գհանե, կտեսնե, որ թիմացինն ալ զենքը պիտի հանե, ճիշտ պիտի գրագե, վերջին ցայնով գսե, որ ով ես, թիմացին ցայնը գուկա, եղբայրս, ես եմ, ցայնը գջանչնա, գմոդենան, գող չեղքուրվին, կհասկնան, որ ոչ թե թշնամի են, ոչ թե քազան են, այլ եղբայրներ են, բայց մշուշը ինչպես ցույց կտա եղբայրները որպես թշնամի։ Հայաստանի վիճակը ես այսպես կտեսնեմ, մշուշ կա, հատկապես 44 օրվա պատերազմեն հետո այնպիսի մշուշ իջավ մեր ազգի վրա, որ աչքի չտեսնես։ Հայը հայուն թշնամին թալսած է, հայը հայուն գամփաստան է, ամեն մարդ ամեն դեր թավաջան կտեսնե։ Ամեն մարդ բոլոր գործանուններու համար մեկ մարդուն պատասխանատու գտնել կուզեն։ Այդպես չէ։ Մշուշն է։ Մշուշն է մեզ այդ ցույց կտա։ Ինչպես հայ արաքելական եկեղեցին եւ pedagogiությունը փախուն ունենան։ Գարերի փան ասիգա։ Մտածված փան մնը։ Երբ որ պետություն չկար, մենք հազարամյակներուն ինչ աղոթեցինք, որպես Աստված ասում ինչ տավաճանություն, ինչ բան, ոնց կարող մեկը մեղավոր լինես ամենը։ Մշուշն է, մշուշ։ Անավանդ 44 օրյա պատերազմից հետո մշուշ իշավ։ Փաշինյան Նիկոլը մեղավոր չի։ Ոնց կարող մի հոգին ասա մեջ, մենք դավաճաններ ենք փնտրում բոլոր տեղերս։ Բոլորս դավաճան ենք փնտրում, ոնց։ Իրականում մշուշն է, որ մեզ sense թյուրիմացության մեջ է գցել։ Այո, եւ այդ մշուշի տարածողներից մեկը հենց այս հոգեվորականներն են։ Հավոդ ասում են այնքան էլ ամեն ինչ միանշանակ չի, գիտեք։ Չի կարող մեկ հոգին ամեն ինչի համար մեղավոր լինի, հետեւաբար մեղավոր չի։
շատ մշուշոտ է, շատ մանավանդ 44 օրյա պատերազմից հետո։ Ինչպես կարելի է, որ պետությունը Արցախի դեսպանել չի եղել, դա է մշուշ։ Ոչ մի բան չեն տեսնում։ Դե իհարկե, Էրդողանի փաստացի եմ ասում, հա, խոսնակը։ Ինչ պետք է ասել Քալոզեր։ Բոլորդ իմ խոսքին եք սպասում, ես ասում եմ, վտանգավոր ոչ մի բան չկա, երկուսն էլ աղբեր են։ Մշուշն է մեղավոր։ Մշուշը։ Մանավանդ 44 օրվա պատերազմից հետո սենց այնքան բանը մշուշ է չէ բոլորից վրա։ Նիկոլը մեղավոր չի։ Ոչ պատերազմի համար, ոչ հարձակման համար, ոչ ինքը պիղծա, ոչ սրտապիղծա, ոչ երկիրը հանձն է, ոչ ցեղասպանությունն է ուրացե, այսինքն մեզ ցեղասպանության զոհերի իրանք են, չէ՞։ Չէ, դա բաների գոյություն չունի։ Այդ ամենի պատճառը մշուշն է։ Ժողովուրդ ջան, սա է իրականությունը։ Ինչքան ուզում եմ հիասթափեցնող լինի, բայց դե ընտրություններ շատ չի մեր կամ հիասթափվում ենք միասին, նստում ու խորը հիասթափվում ենք տանը, կամ ձևեր ենք մտածում այս ամեն ինչի միջից դուրս գալու համար։ Մինչ մենք ձևեր ենք մտածում, Ստեփան Դանիելյանը մի անգամից գտել է իշխող խմբակը թեքում է աշխարհակաղակական վեկտորը դեպի արևմուտք։ Ով կմտածեր, արա ես էլ մտածում եմ, Շո դուք լավ կիմանաք Հայաստանում ապրողներ հետ, այս վերջի ռմբակոծություններից հետո մանավանդ այս բանը որ գցեց Իրանի այդ բունկերների վրա, այդ խոշոր բոմբերը։ Իսկ կարող է Թուրքիան դիրքով փոխվել է դեպի Հայաստանի նկատմամբ արևմուտք։ Կարող է այս բանը եղել։ Կարող է արդեն Անկարան արևմուտքում է։ Որով ես չեմ հավատում, թե պարոն Ստեփան Դանիելյանը աշխարհի կողմերը, հորիզոնի կողմերը չգիտի։ Ես գիտեմ, վստահ եմ, որ գիտի։ Մտածում եմ, եթե ասում է թեքվում է տանում է դեպի արևմուտք, մտածում եմ կարող է այս ռմբակոծություններից հետո է այս տեկտոնական շարժերը եղել, հա, ասենց փոխվել է, այլ աշխարհայությունն է փոխվել էլի։ Կամ կարող է Անկարան արդեն տեղափոխվել է դեպի արևմուտք, թուրքերը գրավել են արդեն, ես չգիտեմ, բայց եթե մարդը ասում է, ուրեմն մի բան գիտի էլի։ Դա Թուրքիան չի, դա Ռուսաստանը չի դառնում։ Այ իր բոլոր այցերը Փաշինյանի փորը հենց արևմուտք է։ Թուրքիան չի։ Եվ վերջում դուք գիտեք, որ Հայաստանը 4 ամիս է, որ մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացություն չունի։ Հայաստան է, որ պատերազմական իրավիճակի մեջ է, որի տարածքը գրավել են, որի մի մասին ցեղասպանել են, էթնիկ զտում են արել։ Ոչ միայն գործ չունի միջազգային դատարան, նույնիսկ ներկայացուցիչ չունի 4 ամիս է։ Մարդ չկա։ Ինչ են բանին հանեցին են Երիշե Կիրակոսյանին, որը հրաժարվեց հայցելը հետ կանչի, մարդ չեն ուղարկում, չեն գտնում ում ուղարկել։ Որովհետև երևի հասկանում է գնացողը պոտենցիալ, որ ինքը եթե գնաց, ինքը դառնում է Մոլոտով-Ռիբենտրոպ, կամ Մոլոտովն է կամ Ռիբենտրոպը, ամենայն հավանականությամբ Ռիբենտրոպը, որտեղ Ռիբենտրոպին դատեցին, Մոլոտովին չդատեցին, դե ինքը հաղթած կողմ է, ոնց կդատեին։ Այո, սա է վիճակը։ Հայաստանը արտաքին աշխարհում ոչ մի ներկայացուցիչ չունի։ Ընդհանրապես խնդիր չունի, այդ ոչ մի բան չի կատարվում։ Բայց ներսում լիքը խնդիրներ կան։ Ոսորդական հրացաններ, կրակած պարտություններ։ Սա մասին էլ ասեմ երևի վերջացնենք։ Ուրեմն Եկատերինբուրգում, ուրեմն ռուսական սպայի են դատել 18 տարվա ազատազրկումով։ Գիտեք ինչի։ Որ ինքը Արցախում են բաներին, որ գնդակահարել էին այդ բանի օրը, տեղահանման օրը ադրբեջանցիները խաղապաններ էին, զինվորներ էին գնդակահարել։ Սա նկարել ու տարածել էր այս աֆիցերը, որ այս են անում այս զինվորների հետ ադրբեջանցիները։ Դրա համար ոչ թե ադրբեջանցիներին պատժեցին, այլ պատժեցին ռուս, հենց իրենց սպային 18 տարվա դատի, 18 տարվա, որ ինչա ինքը նկարել էր դա։ Դեմ ունենք ինչ ունենք։
Ես գիտեմ, որ այդ անկախ այս ամեն ինչից Ռուսաստանը սիրով լինելու է, Ռուսաստանը արևով երթվելու է, մեզ էլ պետք է ասի, ախպեր դե հիմա այդ արելի, հիմա լավ է, վատ է, հիմա գնանք այնտեղ գտնենք, թող մեզ էլ դատեն փաստ արձանագրելու համար, թող մեզ էլ դատեն խաղաղություն ուզելու համար, հա, բայց թույլ չկա, էլի, այսօր դնելու են այս ընտրության մեջ, ու ասեն այն շուտ հանձնվողները, գլուխը այն տակտեղ պարողները, որ ախպեր ճիշտը դա է, որովհետև սա է մեր ղեկավարը։ Հասկանում եք, ոչ թե արեք մտածենք մեր ղեկավար փոխվենք, արեք մտածենք շուտ հանձնվելու։ Երբեմն է հնչում։ Երբեմն ապազգային է հնչում։ Հա, Բայց ես ասում եմ, որպես հայրենասեր, ասիկ ինքը հայրենասեր, ճակերտավոր հայրենասեր։ ես հասկացել եմ, որ եթե ես ինքս իմ հայրենասիրության այդ ընկալումից չհրաժարվեմ, ոչ թե չհրաժարվեմ, այլ առնվազն էականորեն չվերաձևակերպեմ եւ շատ բաներից չհրաժարվեմ։ Բա որ ես չանեմ, ով է անելու։ Ճիշտ է, նման հրաժարվել, դավաճանել, ոչ ոք չի անի, որ ինչ անես։ Ոչ մեկ այս ամեն ինչը չէր կարող անել, եթե դու դա չանեիր։ Ոչ մեկի համար սա գաղտնիք չի։ Ես ուրիշ բան եմ առաջարկում։